Իշխան Սաղաթելը, Աննա Գրիգորյան, Քրիստինե Վարդանյան, Լևո Քոչարյան, Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Հայաստան, ապսի յոթին, միասին։ Պետական օրհներգով է Հայաստան դաշինքը սկսում Քարոզ Արշավի եզրափակիչ հանդիպումը։ Սովորական ընտրություն չէ, այն ինչ լինելու է հունիսի 7-ին։ Ընտրություն է հանուն Հայաստանի, հայկական ինքնության, հայկական խորհրդանիշների։ Բեմում եռագույնը ձեռքին հայտարարում է Իշխան Սաղաթելյանը։ Մենք այս եռագույնը ժառանգություն ենք ստացել առաջին հանրապետությունից։ Սա պատասխանատվությունը, սա մեր ժողովրդի ինքնության դարավոր պայքարի խորհրդանիշն է։ Գալիս ենք ասելու, տեր ենք մեր երկրին, գալիս ենք ասելու, որ Արցախի ժողովրդի վերականգնման իրավունքին տեր ենք։ Մենք տեր ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջի։ Մենք տեր ենք մեր երկրի ինքնիշխանությանը, մեր երկրի բանակին, մեր զինվորին, մեր գերիներին, տեր ենք մեր ինքնությանը և ժառանգությանը։ Մենք տեր ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ ողջ հայ ժողովրդին, և մենք ենք տերը։ Կորուստների, հիասթափության և պայքարի 8 տարիներ, որ հաղթահարվել են միայն հանուն հայկական ապագայի, հանուն նրա, որ մեր երեխաները մեծանան արժանապատիվ Հայաստանում, հայտարարում է դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։ Մեզանից յուրաքանչյուրը ստանձնելու է այդ պատասխանատվությունը, վաղվա փայլուն Հայաստանի կերտմագործում։ Ինչքան լուրջ ենք եղել անցնող տարիներին անարդարության, հակահայկական քայլերի նկատմամբ, այնքան ամուր կանգնելու ենք մեր ոտքերի վրա հանուն վաղվա Հայաստանի։ Եվ ես վարկյան անգամ կասկած չունեմ, որ մեր քաղաքական թիմը, ունենալով ձեր ամբողջական սատարումը, միասին հասնելու է մեր երազանքի Հայաստանին։ Որդուն է դիմում Գրիգորյանը, խոստանում, պայքարելու է, որ անվտանգ ու խաղաղ Հայաստանում ծառայեն որդին և մյուս զինվորները։ Այսօր մարդկանց վախեցնում են պատերազմով, և ինչպես յուրաքանչյուր մայր, ես ևս խաղաղություն եմ ուզում։ Բայց խաղաղություն չեն կարող բերել մարդիկ, ովքեր միայն պատերազմ են բերել, պարտություն են բերել, նոր մարտահրավերներ են բերել։ Որ ես էլ որպես մայր ամենաշատը խաղաղություն և անվտանգություն եմ ուզում, և մենք դրան հասնելու ենք, իրական խաղաղություն լինելու է, և մենք դա բերելու ենք։ Շնորհակալ եմ, տղաս պատրաստ ես, չէ՞ մի քիչ էլ հանդուրժել իմ բացակայությունը։ Հունիսի 7-ին քվեախցիկում կանգնած հայ մարդը պետք է ընտրի ապրել Հայաստանում, թե Ադրբեջանում, հայրենիքում լինել տեր, թե ծառա։ Այս ընտրության մասին է հունիսի 7-ը, ընդգծում է Քրիստինե Վարդանյանը։ Կարիք չկա նահատակվելու, թշնամու դեմ կռվելու, արկերի տակ խրամատում կանգնելու, բայց կարիք կա գնալ, քվեաթերթիկը վերցնել, ընտրատեղամաս տանել ընկերոջը, ընտանիքի անդամին ու քվեարկել, ու քո քվեով մերժել ես իշխանությանը, քո քվեով նոր արշալույս բացել Հայաստանի համար, որովհետև կամ մենք, կամ իրանք, մենք չենք կարող ընտրել իրանց, մենք չենք կարող Ադրբեջանի ու Հայաստանի միջև չընտրել Հայաստանը, մենք ընտրում ենք
Ընտրել Հայաստանը, Հայաստանի պատմությունը, հայկական մշակույթը, լեզուն, երգն ու պարը, ինչպես ցույց է տալիս Քրիստինե Վարդանյանը։ Ես ուզում եմ մենք միասին ցույց տանք, ինչ է այդ հայկականությունը, ինչն ենք ուզում տենց պահել, պահպանել, զարգացնել։ Խնդրում եմ, բեմ բարձրացրեք ընկերներ, իրար հետ մի բառ ունենք բարելու։ Հայկականը հայերից խլել փորձում են մարդիկ, որ տարիներ շարունակ միայն ստեր են տարածել երկրորդ նախագահի անվան շուրջ, հորինել են զրպարտող պատմություններ ու մանիպուլացրել հասարակությանը։ Քարոզարշավի վերջին օրը հենց նրանց է դիմում Լևոն Քոչարյանը։ Սիրելի հայրենակից, ես գիտեմ, որ քեզնից յուրաքանչյուրը ունի իր պատճառը մեզ չընդունելու։ Եվ մի դեպքում դա կարող է լինել գաղափարական տարբերությունը, մյուս դեպքում նախկինում գործած մեր սխալները, իսկ ավելի շատ դեպքերում տարիներ շարունակ քո գիտակցության վրա գործած հսկայական մանիպուլացիաները։ Բավարար չափով չենք պայքարել ստի ու կեղծիքի դեմ, այդպիսով թողնելով, որ քո գիտակցության մեջ արմատանա սուտը եւ դառնա ճշմարտություն։ Եղել են նաև բացթողումներ, չի հերքում Լևոն Քոչարյանը, ցավում, գուցե նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը։ Խնդրում եմ, մի թող, որ 30 տարվա, 20 տարվա, 10 տարի առաջվա որևէ սխալ պատճառ դառնա, որ դու այսօր ընտրես Արցախը հանձնողին, եկեղեցու դեմ հարձակվողին, հազարավոր զոհերի մեղավոր Ալիևի մարզպետ Նիկոլին։ Խնդրում եմ։ Իսկ ամենավերջում Լևոն Քոչարյանը կարողանում է նաև հուզել, անգամ ամենադժվար պահերին էմոցիաները կառավարել կարողացող Ռոբերտ Քոչարյանին։ Այս ամբողջ ստերի մեջ, որ երկար տարիներ տարածվել է հորս հետ կապված, հորս մասին, ես հո լավ գիտեմ ճշմարտությունը, ես հո լավ գիտեմ իր տեսակը։ Ու այստեղից ուզում եմ ասել, պապ ջան, ես քեզնով հպարտ եմ։ Արցախի հանրապետության առաջին եւ Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Ֆեյք խաղաղության, ֆեյք իշխանության, ֆեյք բովանդակության դեմ է պայքարելու Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքի առաջնորդը վստահ է, ընդամենը 2 օրից հեռանալու են ֆեյքերը։ Այն մարդը, որը բերել է Արցախյան պատերազմ, կորուստ, սարսափելի հետևանքներով, իրավունք չունի նույնիսկ խաղաղություն բառը օգտագործել։ Ինքը չպիտի կեղտոտի այդ բառը ուղղակի իր բառապաշարով։ Վերջերս տեսակ, իր ձեռից նույնիսկ աղավնին չթռավ։ Հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը դա ֆեյկային խաղաղություն է, ֆեյկային իշխանություն է եւ ֆեյկային բովանդակություն է։ Մենք ձգտում ենք խաղաղության եւ հասնելու ենք դրան։ Մենք հասնելու ենք կայուն արժանապատիվ խաղաղությանը։ Եվ իմ նախագահության ժամանակ դա հաջողվել է։ Անելու եմ եւս մեկ անգամ։ Մենք չենք պայքարելու սեփական պատմության հետ, Արարատի հետ, Արարատ Լեռան հետ, ոչ Արարատ Միրզոյան, եկեղեցու հետ, մեր ինքնության հետ, մենք վռնդելու ենք նրանց, ովքեր պայքարում են մեր արժեքային համակարգի դեմ։ Նորոգվելու, բուժվելու է Հայաստանը, կառուցվելու է երկիր, որտեղ քաղաքացին չի մտահոգվելու անվտանգային հարցերով, որտեղ չեն լինելու ճգնաժամեր, խոստանում է Քոչարյանը։ Հայաստանում չկա ոչ մեկը, ով ունի իմ փորձը անվտանգային հարցերում, պետական կառավարման հարցերում, նաև խոշոր բիզնեսում, պաշտոնաթողությունից հետո աշխատելու հարցում։
Այդ համակցված փորձը ունիկալ է։ Ես պատրաստ եմ ամբողջությամբ նվիրել այդ փորձը, իմ ժամանակը, իմ ներվերը, իմ ամեն ինչը մեր երկրի հաջողությանը։ Եվ այդ փորձին գումարենք այն թիմը, որը մենք ունենք։ Հելոք, կիրթ, համարձակ, վախ չունեցող թիմ, որը պատրաստ է արեստավարժորեն եւ համարձակ ձևով շարժել երկիրը առաջ։ Մենք պատրաստ ենք վերցնել պատասխանատվությունը մեր երկրի ապագայի համար եւ դա անելու ենք։ Անելու են միասին, որ ավարտվեն քաոսի, նվաստացման, պատերազմի ժամանակները։ Չկա Նիկոլ, չկա պատերազմ։ Չկա Նիկոլ, չկա քաոս։ Չկա Նիկոլ, չկա նվաստացում։ Չկա Նիկոլ, կա խաղաղություն։ Ուրեմն, ինչ ենք անում հունիսի 7-ին, համար 17, բոլորս միասին, հունիսի 7, համար 17, հունիսի 7, համար 17, հունիսի 7, համար 17, բրավո։ Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։